Ես չգիտեի, որ մեր պապերը մեզ Կիպրոսում թողել են այսքան հարուստ ժառանգություն, բայց սկսենք սկզբից։ Ավանդույթի համաձայն մենք հանդիպեցինք Կիպրոսում մեր դեսպանի Իննա Թորգոմյանի հետ։ Չնայած որ դեսպանությունը վերջերս է բացվել, նրանք արդեն իսկ կատարել են հսկայածավալ, ես կասեի անհնարին աշխատանք, որը հպարտություն առաջացրեց։ Դեսպանը մանրամասն պատմեց մեր եղբայրական կիպրացիների հետ մեր հարաբերությունների մասին։ Հետո մենք շրջեցինք քաղաքով, գնացինք Նիկոսիայի բուֆերային գոտի, որը ձևավորվել է թուրքական օկուպացիայի արդյունքում եւ անցնում է երկրի ամբողջ երկայնքով։ Եվ պատկերացնում եք, այնտեղ կա հին հայկական գերեզմանոց, որտեղ ներս մտնելու համար պետք էր հատուկ թույլտվություն, եւ ՄԱԿ-ի խաղապահների ուղեկցությամբ մենք մուտք գործեցինք գերեզմանոց։ Կարող եմ ասել, որ կիպրական կողմը չափազանց նրբանկատ է մեր մշակույթի պահպանման հարցում ամեն առումով։ Ի դեպ Կիպրոսի օկուպացված հատվածում պահպանվել է միջնադարյան ձեռագրերի կենտրոն Սուրբ Մակարի վանքը, որը ցավոք վերականգնման կարիք ունի, ինչի համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Այդ մասին մեզ մանրամասն պատմեց Կոմիտաս Սրբազանը մեր հանդիպման ժամանակ առաջնորդարանում։ Մնացած մանրամասները կպատմեմ հաջորդ թողարկման մեջ։ Անպայման լայք դրեք, որ նյութը տարածվի, եւ չմոռանաք մեկնաբանություններում գրել, որ երկիր գնանք հայկական հետքը ցույց տալու համար։ Շնորհակալություն։